1991 թվականից հետո Միացյալ Նահանգները մեկ օրում այսպիսի կորուստներ չի ունեցել։ Տարածաշրջանը այս ամեն ինչից կարող է իսկապես եւ արդեն պայթում է։ Հեզբոլլահն է այսօր միացել պատերազմին։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, որ միայն ես չեմ կրելու վնաս, այլ վնաս է կրելու բոլորդ։ Իսրայելում փակ է գրաքննությամբ ամեն ինչ փակ է, ոչինչ թույլ չեն տալիս ցույց տալ։ Իրանն ունի ավելի շատ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ, քան Իսրայելը, Միացյալ Նահանգները եւ նրանց դաշնակիցները տարածաշրջանում ունեն հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Իրանի համար հաղթանակը չպարտվելն է։ Իրանին աջակցելու են Ռուսաստանը եւ Չինաստանը։ Հայաստանի անվտանգության համակարգը այսպես բանից անջատված է, չկա, չի գործում։ Հայաստանը պետք է պատրաստվեր այսօր գիշեր ցերեկ ինքնապաշտպանության։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Եթե ուզում եք նպաստել մեր ալիքի զարգացմանը, կարող եք միանալ մեր Patreon-ին ամսական ընդամենը $5, որի QR կոդը դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Մեր հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է, բարև եք եկել, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես, ձեր խոսքերն են, պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը եւ Նեթանյահուն։ Այդ ինչ սցենար էր եւ որով չի ընթանում։ Սցենարը իրենց բավականին պրիմիտիվ էր, այսպես պարզունակ, որ իրենք պետք է հարվածեն վերացնեն պետության առաջին դեմքերին, այդ թվում Այաթոլլա Խամենեին, որից հետո համակարգը պետական պետք է սասանվի, ընդդիմադիր ուժերը դուրս կան փողոց, ուժային կառույցների մի մասը, օրինակ բանակը, ի տարբերություն Պահապանների կորպուսի, անցնի ընդդիմադիրների կողքը եւ գրավեն իշխանությունը։ Դա իհարկե իր հետ կարող էր բերել նոր անկայունություն Իրանում, կարող էր բերել բախումների, քաղաքացիական պատերազմի, երկրի մասնատման մի քանի մասերի ըստ այն կոմպակտ տարածքների, որտեղ կոմպակտ կերպով բնակվում են ազգային փոքրամասնությունները, այսինքն ազերիները հյուսիսում, քրդերը հյուսիս-արևմուտքում, արաբները հարավ-արևմուտքում, բելուջները ուրեմն հարավ-արևելքում, այսպիսի մի նպատակ էր վերացնել Իրանը որպես լուրջ, անկախ մի պետություն, որը առավել ևս չի ենթարկվում արևմտյան կենտրոններին, սա էր հիմնական նպատակը, կամ դնել մի այնպիսի կառավարություն, որը ամբողջապես կենթարկվի իրենց ցուցումներին, օրինակ ինչպես արել են Հայաստանում։ Մի կառավարություն, որը ոտի ամեն ինչով ինչ հրամայեն այն էլ կանի։ Մոտավորապես փորձեցին անել Վենեսուելայի սցենարը, թեև Վենեսուելայի այդ սցենարը չի աշխատելու, որովհետև տեսեք այնտեղ փոխեցին Մադուրոին, ձերբակալեցին իբր տարան, առևանգեցին տարան Միացյալ Նահանգներ եւ պարտադրեցին, որպեսզի տեղի իշխանությունը կատարի իրենց ցանկությունը։ Տեղի իշխանությունը առայժմ այսպես որոշ հարցերում կատարում է, որոշում ներքին հարցերում չի կատարում, մանր զիջումների գնացել է, փորձելով խուսափել ռազմական ինչ-ինչ բարդացումներից, ամերիկյան նոր հարձակումներից, բայց Իրանի հետ նույն խաղերը չեն անցնում։ Այ ինչու էլի, որովհետև տեսեք, իսլամական պետությունը, կրոնական պետությունը ունի հոգևոր գերագույն առաջնորդ, որին սպանեցին, նախ փորձենք հասկանալ ինչ է սա նշանակում կրոնական պետության համար եւ ըստ էության գլխատվեց, պարոն Այվազյան, պատերազմի ընթացքում երկրի գլուխը։ Ես էլ նայ Թրամփը կզարմանայի, ոնց իրանցիները ոնց չեն հանձնվում, ոնց չեն խուճապի մատնվում։ Չեն հանձնվում, որովհետեւ կա որոշակի գաղափարախոսություն, բավական ամուր գաղափարախոսություն կա այդ պետության ղեկավարության ուրեմն մտայնության մեջ, որովհետև տեղի է ունեցել հեղափոխություն վերջին հաշվով, ընդամենը 1979 թվականին, ճիշտ է թվում է, թե բավական ժամանակ է անցել, բայց այդ հեղափոխության ազդեցությունը մարդկանց մտքում կա, այդ գաղափարները ողջ են, իսկ այդ գաղափարները հակագաղութատիրական են, այդ գաղափարները նախատեսում են ժողովրդավարություն, որ այնպիսի, ինչպիսին որոշ չափով ուրեմն ժողովրդի մասնակցությունն է նաև այդ ամեն ինչին ներառում։ Իրանը հենց այնպես միապետություն հո չէր,
իհարկե ուներ գերագույն հոգևոր առաջնորդ, բայց Իրանը գործում էր ըստ իր սահմանադրության։ Եվ իդեպ հոգևոր առաջնորդն էլ Խամենեին, Այաթոլլահ Խամենեին, վերջին հատկապես շրջանում նա ավելի շատ ոչ թե ղեկավարում էր միանձնյա, ասենք, որքան ավելի ինքը այսպես զուգակշռում էր տարբեր բևեռները, որոնք կային վերնախավում, կային, այսպես ասած, ռեֆորմիստական թևը կար, որը ավելի հակված էր արևմուտքի հետ ինչ-որ լեզու գտնելու, կար ավելի կարծր, արմատական, ռազմական թեքումով պահապանների կորպուսի թևը և դրանքից նաև քաղաքական ուժեր, գործիչներ, այդ բոլորին նա փորձում էր, այսպես ասած, հավասարակշռել, այո։ Եվ նրա վերացումով պետությունը չէր կարող, պարզապես չէր կարող փլուզվել, որովհետև կառուցված չէր մեկ մարդու վրա։ Եվ անմիջապես սահմանադրության մի կետ ունեն իրենք 1-1-1 է կոչում, այդ կետ հոդվածով, այսինքն, այդ հոդվածի համաձայն անմիջապես նրան փոխարինում է 3 հոգանոց մի մարմին, որը բաղկացած է լինում հոգևոր խորհրդի, իրենք ունեն հոգևոր մի բարձրագույն խորհուրդ, մի անդամ այդ խորհրդից, գլխավոր դատարանից մի անդամ եւ նախագահը երկրի, Փեզեշքյանը։ Այդ 3-ով ժամանակավորապես ղեկավարելու են երկիրը, մինչև որ ընտրվի նաև նոր հոգևոր առաջնորդ, գերագույն հոգևոր առաջնորդ ըստ արտգործնախարար Արարաղչի դա պետք է տեղի ունենա առաջիկա օրերին։ Նա երեք նույնիսկ ասաց առաջիկա 1-2 օրը։ Հիմա կարելի է սպասել, որ այսօր, վաղը կամ ամենաուշը վաղը չէ միսօրը գուցե արդեն հայտարարեն նոր գերագույն հոգևոր առաջնորդի անունը։ Բայց մյուս հարցն էլ է այստեղ կարևոր։ Տեսեք, հարվածը եկավ Իրանի վրա, ընդամենը 1-2 ժամ հետո Իրանը սկսեց հասցնել իր պատասխան հարվածները եւ բավական ուժգին եւ բավական լայն շառավիղով, ոչ միայն Իսրայելին, ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև արաբական այն բոլոր երկրներին, որտեղ բազա։ Այո, այն երկրներին Օմանին միայն չխփեց, թե Օմանին էլ հարվածեց։ 3 թե 3 չէ առաջորդը մի հարվածել եկավ Օմանին, թեև Օմանի հետ ամենամոտն է եւ ամենալավ հարաբերությունները հենց Օմանի հետ ունի։ Ուրեմն ինչպես դա տեղի ունեցավ, դա նշանակում է, որ ռազմական ղեկավարությունը եւ պլանավորումը այնպիսին էր, որ ինքնուրույնաբար կարող էին արդեն գործել զինվորականները եւ առհասարակ Իրանի զինված ուժերը ի տարբերություն շատ պետությունների զինված ուժերի բավական ապակենտրոնացված են եւ դա մտածված ձևով է արված մի քանի բաղկացուցիչներ կան այնտեղ մեկը զուտ բանակն է որը ավելի շատ զբաղվում է պետության պաշտպանությամբ հենց եթե հարցակում լինի պաշտպանական հարցերով երկրորդը պահապանների կորպուսն է որը էլիտար զորքն է իդեպ շատ մեծ այսպես 250,000-անոց մի զորք է որը լավագույն զենքն է ստանում, լավագույն մատակարարումը, լավագույն նաև պատրաստությունն ունեն նրա մարտիկները, հրթիռային ուժերը գտնվում են հենց պահապանների կորպուսի հրամանատարության ներքո, ուրեմն բացի դրանից իհարկե կա նաև բանակի պահապանների կորպուսին կից աշխարհազորային մի ուժ բասիջը որը մոտավորապես կարելի է համեմատել, այսպես կոպիտ համեմատություն անցկացնել մեր երկրապահի հետ։ Թեև այնտեղ գաղափարականացված են շատ դարձյալ իսլամական հեղափոխության դրույթներով եւ ներքին անվտանգության պաշտպանության համարել են նրանք նախատեսված, ինչպես նաեւ եթե հարկ լինի հենց բանակին օգնելու համար։ Մի բան օրինակ որ մենք անձամբ ես դեռ մինչև 20 թվականի պատերազմը մի քանի անգամ առաջարկեցի, որ Հայաստանում ստեղծենք գվարդիական միավորներ բանակում, որոնք լինելով էլիտար, լավագույն զորամասերը, այսպես ստորաբաժանումները կարողանան կատարել ամենաբարդ խնդիրները եւ մյուս զորքերն էլ կարողանան նրանց նայելով իրենք որոշակի մակարդակի փորձեն բարձրանալ հասնել։ Մեզանում այդպիսի խնդիրներ չեն լուծվում,
այդ էլիտար զորքերի հարցը առհասարակ չի դրվել, իհարկե ունեցել ենք մանր ստորաբաժանումներ, բայց ինչևից է վերադառնալով այս խնդրին, հիմա տեսնում ենք, որ նույնիսկ եթե այս երկրորդ շերտին էլ հրամանատարների եւ պետության ղեկավարների ԱՄՆ-ին եւ Իսրայելին հաջողվի ոչնչացնել, նրանք կարծես թե ունեն որոշակի միջոցներ, արբանյակային հետախուզությունն է, կապի հետ աշխատանքն է, թե չգիտենք ներքին իրենց գործակալներն են աշխատում, կարողանում են հայտնաբերել ժամանակին, թե որտեղ է գտնվում ղեկավարությունը, նույնը արեցին Լիբանանում, օրինակ Նասրալային, Հեզբոլայի ղեկավարին ոչնչացրեցին, անցյալ տարի ոչնչացրեցին դարձյալ մի շարք ղեկավարների Իրանի վրա հարձակման ժամանակ եւ այս անգամ էլ հաջողեցրեցին այդ գործը, բայց նույնիսկ եթե երկրորդ շերտին էլ վերացնեն, այնտեղ կա երրորդ շերտը, երրորդին, չորրորդ շերտը, խնդիրը համակարգ է, այո, համակարգ է եւ քանի դեռ չկա ցամաքային ներխուժում Իրան եւ չի կարող լինել, ամենակարևորը դա է, իրենք հաղթել չեն կարողանալու օդային միայն հարվածներ։ Մենք մարտերին, հարվածներին, այսպես ասած ռազմի դաշտին դեռ կգանք, բայց դուք ուշագրավ բան եք ասել առաջնորդության հետ կապված։ Իրանն ավելի արմատական առաջնորդ է, ուրեմն ղեկավարելու, հնարավոր է Հյուսիսային Կորեայի ճանապարհով գնան։ Ինչ ասել կուզեք, պարոն Այվազյան, այսինքն բացենք, հասկանանք սրա էությունը։ Տեսեք, վերջին շրջանում, սկսած 10-ական թվականներից Իրանի ղեկավարությունը փորձեց Արևմուտքի հետ բանակցել, Միացյալ Նահանգների հետ բանակցել, նրա դաշնակիցների հետ եւ գտնել լուծում որոշակի, որպեսզի պատժամիջոցները իր վրայից հանվեն, որոնք խեղդում են տնտեսությունը, մեծ վնաս են հասցնում պետությանը եւ մյուս կողմից ինքն էլ սահմանափակի իր միջուկային ծրագրի շրջանակներում կատարվող այն աշխատանքները, որոնք կարող են մտավախություն առաջացնել, թե միջուկային զենք կարող է արտադրվել այդ ճանապարհով, այսինքն ուրանը հարստացվի այն աստիճան, որ կարողանա Իրանը արտադրի միջուկային զենք։ Այդ բանակցությունների շնորհիվ 2015 թվականին կնքվեց մի այսպես կոչված համապարփակ պայմանագիր մի քանի պետությունների հետ։ Դրանք էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչները, Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, ուրեմն Ֆրանսիան, նաև պլյուս Գերմանիան, որով բոլոր կողմերը պարտավորվում էին կատարել այս կետերը, այսինքն փոխադարձ զիջումների գնալ որոշակի։ Իրանը ստորագրեց, համաձայնվեց երկար բանակցություններից հետո, ծանր բանակցություններից հետո գնաց բավական լուրջ զիջումների, որից հետո ընդամենը 3 տարի անց դա Բայդենի նախագահության օրոք էր։ Թրամփը գալով իշխանության անմիջապես չեղել հայտարարեց այդ իր երկրի կողմից ստորագրած եւ ՄԱԿ-ում հաստատված, փաստաթուղթ դարձած այդ պայմանագիրը, փաստորեն դա միջազգային պայմանագիր է, միակողմաներեն դուրս եկավ այդտեղից։ Եվ նորից բոլոր տիպի պատժամիջոցները կիրառեց Իրանի վրա։ Դրանից հետո 2020 թվականին հարվածեց Իրաքում սպանեց Իրանի ազգային հերոս գեներալ Սուլեյմանիին։ Ուրեմն, որից հետո երկրորդ անգամ գալով իշխանության անցյալ տարի նորից հարվածեց, Իսրայելը ապա ինքը միացավ Իսրայելի հարվածին։ Ընդ որում բանակցությունների ընթացքում, երբ դարձյալ բանակցություններ էին անցյալ տարի, այս տարի էլ բանակցությունների ժամանակ դարձյալ հարձակում տեղի ունեցավ։ Հասկանում եք, այսինքն Իրանի իշխող դասը հասկանում է, որ բանակցել Միացյալ Նահանգների հետ չես կարող, որովհետև վստահել հնարավոր չէ։ Նրանք պահանջում են այնպիսի բաներ, որ դու եթե համաձայնվեցիր, նշանակում է ինքդ քեզ զինաթափում ես։ Եվ որից հետո կանեն այն, ինչ կարող էին անել, չէին կարողանում անել, մինչև քեզ զինաթափել։ Օրինակ, տեսեք, պահանջում են հրաժարվել բալիստիկ հրթիռներից։ Բալիստիկ հրթիռներից եթե Իրանը հրաժարվի, եք ասեն այս արայնարը չես անում, կխփեն, ինչպես ամենտեղ Իսրայելը խփում է։ Բայց դա նոնսենս է, էլի։ Նոնսենս է, բայց տեսեք, մեր պարագայում այդպես արեցին եւ հաջողվեց։ Եվ այդ քանի որ նույն դերակատարներն են առհասարակ, տեսեք մեզ ինչ արեցին։ Մեր պաշտպանական շերտը Արցախն էր եւ Արցախում կանգնած հայկական բանակը։
ասացին դուք պետք է դուրս գաք Արցախից, բանակը պիտի դուրս գա, հետո բանակի դուրս գալուց հետո այն մնացած ուժերն էլ պետք է դուրս գան։ Ինքնապաշտպանական զենքը տվեք հետո դրանից հետո, իրավունք չունեք զենք տեղափոխեք, այս չունեք, այն չունեք, որից հետո ամբողջությամբ քշեցին, իսկ հիմա մենք չունենք այդ պաշտպանական այս պատը չկա, Արցախյան պատը չկա, եւ մեզ հիմա պարտադրում են անել մյուս զիջումները, որոնք բերելու են Հայաստանի կործանմանը, եթե մենք շարունակենք այդ զիջումներին գնալ, եւ արդեն գնացել է այսօրվա իշխանությունը, արդեն հանձնել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, հանձնել է, վաճառել է 99 տարով վաճառել է, ում աշխարհի համար մեկ գերտերությանը Միացյալ Նահանգներին, որից այսինքն հետել չես կարող ստանալ, եթե այդ ծրագիրը իրոք գործարկվի։ Իրանը եթե հանձնի իր բալիստիկ հրթիռների ծրագիրը, հրաժարվի իր բալիստիկ հրթիռներից, հրաժարվի իր միջուկային ծրագրից, հետո կասեն հրաժարվի, ուրիշ բաներից էլ են ասում, պարտադրում, սա էլ արա, սա էլ արա, սա էլ արա, նպատակ ունենալով ջախջախել այդ պետությունը, մասնատել, որպեսզի այնտեղ ուժեղ պետություն չլինի։ Իրենց պետք չեն ուժեղ պետություններ այս տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում պետք չեն ուժեղ պետություններ։ Հասկանում եք, այդ իսկ պատճառով էլ այդ պայմանները, որ առաջադրվում էին Իրանին, հասկանալի էր, որ անընդունելի են։ Մարդը ոնց ինքը իր զենքը դնի, եթե գիտի թշնամիներն ուզում են իրեն ջարդուփշուր անել։ Այլմենակ մեր իշխանությունը կարող էր այդպես հեշտ ու հանգիստ հրաժարվել ազատագրված տարածքներից, զորքեր հանել եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչից ելնելով բանակցելու ցանկությունը Իրանում կտրուկ պակասել է։ Տեսեք, երեք Թրամփը հայտարարեց, թե այսօր նույնիսկ, եթե հաշվենք իրենց մոտ այսօր էր, մեզ մոտ գիշեր էր, հայտարարեց, թե Իրանից դիմել են, թե ուզում են մեր հարվածներից հետո դիմել են, թե ուզում են մեզ հետ բանակցել։ Ես զարմացա ճիշտ ասած, ով պետք է հիմա այդպիսի ցանկություն հայտներ Իրանում, բայց անմիջապես մի քանի ժամ հետո եկավ հերքում է Իրանից, որ ոչ, մենք այդպիսի դիմումով չենք ուրեմն հանդես եկել եւ հրաժարվում ենք հիմա բանակցել Միացյալ Նահանգների հետ եւ հայտնի չէ թե երբ կհամաձայնվեն եւ ինչ պայմաններով այլևս Իրանը կնստի սեղանին։ Այն զիջումներին, որ դեռ պատրաստ էր գնալ այս վերջին բանակցությունների ժամանակ Ժնևում, այդ զիջումներին ես համոզված եմ, իրենք չեն գնա, որովհետեւ վստահություն չկա։ Իսկ դու համաձայնվում ես, պայմանագիրը ստորագրում ես, մյուս պետությունները երաշխավոր են կանգնում, մակում հաստատվում է այդ պայման, հետո քեզ ասում են, չէ, լավը չէր։ Ճղունգցում եմ մի կողմ այդ փաստաթուղթը։ Երկու անգամ անցյալ տարի եւ այս տարի բանակցում են, բանակցությունների ընթացքում տեղի ունենում հարցակում։ Վերջի բանակցությունները Ժնևում վերջի օրը հայտարարեցին, թե հաջորդ շաբաթ Վիեննայում տեղի են ունենալու բանակցություններ, շարունակվելու են այդ բանակցությունները տեխնիկական հարցերով։ Իսկ դարձյալ խաբեություն, զգոնությունը բթացնելու ցանկություն եւ փորձ։ Այդ իսկ պատճառով էլ հիմա իշխանության ամենայն հավանականությամբ ես կարծում եմ կբարձրանա հոգեվոր նոր առաջնորդը գերագույն կլինի մի մարդ, որը ել ավելի կարծր դիրքորոշում կունենա, քան Այաթոլլահ Խամենեին։ Եվ դրանից հետո կարող է Իրանը նաև առանց հայտարարելու գնալ Հյուսիսային Կորեայի ճանապարհով, այսինքն որոշել, որ իսկապես իրեն պետք է ունենալ ատոմային զենք, միջուկային զենք, քանի որ տեսնում է, որ իր դեմ հարձակումները չեն դադարում եւ այլ ճանապարհ չկա պաշտպանվելու։ Իրենից ռեսուրսներով, զինամթերքով, տարբեր ուրիշ հարցերով շատ ավելի հզոր պետություններ են եւ կարող են անընդհատ հարվածել ու ինչպես անել, որպեսի խուսափել այդ հարվածներից, ուրեմն պետք է մի կերպ ապահովագրես քեզ։ Հիմա իրենք փորձում են իրենց ապահովագրել հենց այդ բալիստիկ հրթիռների եւ ԱԹՍ-ների, որ հազարներով ունեն ԱԹՍ-ներ, այդ ԱԹՍ-ների կիրառումներով, որոնք գուցե թե իրենց խնդիրը ժամանակավորապես լուծեն, բայց երկարաժամկետ կտրվածքով Իրանը, եթե չունեցավ միջուկային զենք, ապա այս հարվածները ես կարծում եմ հիմա կարող են դադարել, կես տարի հետո վերսկսվել, հետո եւ այլն։ Այսպես այնքան խփեն, մինչեւ
այդ երկրում էլ հեղափոխություն լինի կամ չգիտեմ ինչ լինի, անկարգություններ, տնտեսական պատճառով եւ սոցիալական լարվածության պատճառով երկիրը փլուզվի, հետեւաբար այս իշխանությունները Իրանի հիմա պետք է շատ լուրջ մոտենան նաեւ պատերազմին եւ լուրջ էլ մոտենում են այնպիսի արդյունքով դուրս գան այս պատերազմից, որ երկար ժամանակով իրենց դեմ ագրեսիա իրականացնող այս ուժերի ցանկությունը վերանա Իրանի դեմ հարձակվել։ Սա իրենց գլխավոր նպատակը պետք է լինի։ Էլի մի կետ, որից հետո կգանք արդեն ռազմականին, ես հասկանում եմ, որ շատերի հետաքրքրությունը այս ռազմի դաշտում է, հա, ներուժների եւ այլն, բայց ծոցի երկրների ռազմաբազաներին, տնտեսական օբյեկտներին հարվածելով, պարոն Այվազյան, ինչ ուղերձ է հղում Իրանը, որ տարածաշրջանը վերածում է ոչ արդյունավետ կապիտալի, չէ՞ որ այդտեղով է անցնում, էլի համաշխարհային լուրջ ռեսուրսների Օրմուզի մինչև, ասենք, այնտեղ Չինաստան արտահանում նավթի։ Այ որն է գլխավոր ուղերձը էլի Իրանի։ Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման ամենախոշոր կարծեմ դուք եք։ Այո։ Այսօր են հարվածել այդ Պարսից ծոցի տակտիկա է ընտրել Իրանը։ Պարսից ծոցի արաբական պետությունները, այդ միապետությունները իրականում փաստացիորեն Միացյալ Նահանգների դաշնակիցն են։ Թեև նրանք արաբ են, թեև հանդես են գալի հաճախ Իսրայելի քննադատությամբ, բայց նրանք Միացյալ Նահանգների դաշնակիցն են, ըստ այդմ նաև Իսրայելի դաշնակիցն են։ Թեև չի հայտարարվում այդ մասին, բայց նրանք Իսրայելի դեմ որևէ թշնամական գործողություն չեն իրականացնում տասնամյակներով։ Իսկ Իրանի դեմ թշնամական գործողություն իրականացնում են, քանի որ իրենց տարածքի վրա գործող ամերիկյան ռազմաբազաներից իրականացում են հենց այդ հարվածները Իրանի դեմ։ Եվ հենց այդ ռազմաբազաների ներկայությունը ինքնին արդեն մեծ ուրեմն վտանգ է Իրանի համար։ Եվ հիմա հարվածելով այդ պետությունների ավելի փափուկ թիրախներին տնտեսական, նրանք հարվածում են նաև համաշխարհային արևմտյան տնտեսության մեջ նաև այսպես կոոպտացված, ինտեգրված մի հատվածին, որովհետև արևմտյան ընկերությունները, Chevron-ը, ExxonMobil եւ այլն, սրանք բոլորը մեծապես ներկա են այս միապետություններում։ Իրենց են պատկանում այդ նավթադաշտերի մի մասը, արդյունաբերության մի մասը, ուրեմն հարվածելով դրանց մի կողմից հարվածում են արևմտյան տնտեսությանը, մեկ, մյուս կողմից հարվածում են այդ պետությունների տնտեսությանը, իսկ ինչի դա կարող է բերել։ Այդ միապետությունները բավականին, գիտեք, թույլ են իրենց ներքին կառուցվածքով, նաև տնտեսական կառուցվածքով, նախ բնակչությունը եթե նայենք, ժողովրդագրությունը եթե նայենք, այնտեղ աշխատուժը մեծավ մասամբ այդ պետություններում արտագնա աշխատանքի եկած դրսեկներ են։ Սաուդյան Արաբիա, տարածքով Իրանից մեծ է, բայց անհամեմատ։ Տեսեք, Սաուդյան Արաբիայի բնակչությունը մոտ 36-37 միլիոն է, ինչքան է, դրա կեսը դրսեք ուժերն են, որոնք քաղաքացի չեն, պետության քաղաքացիներ չեն, բայց աշխատուժ են։ Ավելի վատ է վիճակը, օրինակ, Քաթարում, Քուվեյթում, Բահրեյնում, այնտեղ բնակչության մեծ մասը կազմում է այդ եկվոր աշխատուժը։ Այն է տարածքով 20 անգամ փոքր։ Այո, օրինակ, այնտեղ, գիտեք, պետություններ կան, եթե չեմ սխալվում, հիմա Քաթարն էր այդպիսին, մոտ 1.100.000 քաղաքացի ուներ եւ դրանից մի քանի անգամ շատ եկվոր բնակիչներ, ընդ որում որոնք են այդ եկվորներն էլ Հնդկաստանից են մեծ մասը։ Հնդկաստան, Պակիստան գրեթե հավասար հնդիկները եւ պակիստանցիները, Շրի Լանկա, Նեպալ, այս տարածաշրջանից են, Ֆիլիպիններ, բայց հիմնական հնդիկներ, պակիստանցիներ, Բանգլադեշ նաեւ, այո, կարելի է այսպես ասել, հնդիկներ, պակիստանցիներ, Բանգլադեշ, այս բանը։ Հիմա այո, այդ կողմից են, հիմա ինչ է տեղի ունենալու, որ հարվածեն այս նավթարդյունաբերական համալիրին։ Տեսեք, կանգնեցրել է Սաուդյան Արաբիան իր ամենամեծ այդ նավթամշակման գործարաններից մեկը։
Հիմա անունը չեմ հիշում, բայց արդեն կանգնեցրել է այսօր։ Հարվածները եթե շարունակվում են, այդ արտագնա ուժը, այդ եկվոր ուժը պիտի տարհանվի այդ երկրից, չէ՞։ Արդեն մի տեղից տարհանում էին։ Ուրեմն եթե տարհանվի, այդ միայն այդ պատճառով այդ պետությունների տնտեսությունները կանգնելու են, չեմ ասում, որ հարվածներ են հասցվում, հարվածը հասցվում է այդտեղ հրդեհներ են բռնկվում 1, 2, 3 ամսով այդ գործարանները հնարավոր չի լինելու նորից գործարկել, որովհետև նավթ է, հասկանում եք, գազ է այնտեղ, դրանք պայթում են, դրանք այրվում են, հեշտ չէ դրանից վերականգնել, ամբողջությամբ կարող է ոչնչանալ գործարանը այդ պայթյուններից։ Դա տնտեսական կռախ է։ Դա մեկ, բայց մյուս պատճառն էլ այն կարող է լինել, որ այս աշխատուժը հեռանա այդ երկրներից։ Իսկ եթե հեռանում է աշխատուժը, այս գործարանները կանգնում են, նավթի արդյունաբերությունը կանգնում է, նավթի արտահանումը կանգնում է, ասացիք Հորմուզի նեղուցով անցնում է նավթի համաշխարհային առևտրի 20%-ը, իսկ խտացված գազի առևտրի 30%-ը։ Քաթարից հատկապես խտացված գազ են տանում։ Ուրեմն, եթե այդ ամեն ինչը կանգնում է, այս պետությունները կանգնում են կռախի առջև։ Իրենց տնտեսությունները կանգնում են։ Ինչ է դրանից հետո տեղի ունենալու, դրանք միապետություններ են, ճիշտ է, լավ այսպես պինդ են իրենք, այսինքն գիտեք, բան օպոզիցիոն ուժեր չկան, կուսակցություններ չկան, այսպես շարժումներ չկան, այնտեղ ամենաթույլը թերևս Բահրեյնն է, որտեղ բնակչության 90%-ը շիաներ են։ Եվ դա փոքր պետություն է, բայց իշխանությունը սունիների ձեռքին է, մոտ 10% են սունիները։ Բահրեյնում, եթե տեսակ հարվածներից հետո իրանական, ամերիկյան ռազմաբազաներին, այնտեղ մի ռադարի կպան, Բահրեյնում ժողովուրդը ուրախանում էր, որովհետև շիաներ են, նրանք իրենց շատ ավելի մոտ են համարում Իրանին։ Ուրեմն, եւ շիաների պահը, Բահրեյնում ճիշտ է մեծամասնություն են, բայց մյուս պետություններում էլ են ներկա շիաները։ Օրինակ Սաուդյան Արաբիայում մոտ 10% են բնակչության եւ հետաքրքիր է, որ շիաները բնակվում են հենց այդ Արևելյան նահանգ, այսպես Արևելյան մասում, Սաուդյան Արաբիայի կոչվում է կարծեմ Արևելյան նահանգ, այդտեղ է հենց այս նավթարդյունաբերական համալիրը Սաուդյան Արաբիայի, հենց այդտեղ էլ նրանք բնակվում են։ Իհարկե հարց է, արդյոք շիաները կապստամբեն, չեն ապստամբի, բայց խնդիրներ կարող են առաջանալ, այսինքն լարվածություններ կարող են ստեղծվել, մանավանդ այն բանից հետո, որ սպանվել է շիաների ամենաառաջին առաջնորդներից մեկը, Այաթոլլահ Խամենեին։ Իդեպ դեռ կարող է ջիհադել հայտարարվի ավելի բարձր մակարդակով, շիաների համար առաջի կրոնական այսպես հեղինակությունը դա Այաթոլլահ Սիստանին է, որը բնակվում է Իրաքում։ Եվ նա ասել էր, որ եթե Այաթոլլահ Խամենեին սպանեն կամ նույնիսկ մահափորձ կատարեն նրա դեմ, նա կհայտարարի ջիհադ։ Կարծեմ հայտարարել է։ Չէ, ինքը դեռ չի հայտարարել է ջիհադ Պարսկաստան, Իրանում գործող այաթոլլաներից մեկը Այաթոլլահ Շիրազին, բայց Այաթոլլահ Սիստանի հայտարարությունը, եթե այդպեսին եղավ, կլինի շատ ավելի լուրջ եւ այդ դեպքում, ահա այս նաեւ Պարսից ծոցի շիա զանգվածները կարող են ոտքի կանգնել։ Ինչպես օրինակ հիմա մենք տեսնում ենք, որքան լարվել է իրավիճակը Պակիստանում, մի քանի տեղ շիաները պարզապես հարձակվել են ամերիկյան հյուպատոսությունների եւ դեսպանությունների վրա։ Կարաչիում էին հարձակվել, մոտ 8-10 հոգի սպանվել էր, կրակ էին բացել նրանց վրա, Լահորում էին հարձակվել, Փենջաբում, կներեք, Կաշմիրում, Պակիստանի Կաշմիրում լուրջ իրավիճակ է բավականին, այնտեղ շիաները լարված են։ Իրաքում շիաները գրոհում էին Բաղդադում, Բաղդադի այսպես կոչված կանաչ գոտու վրա, որտեղ տեղակայված է այսպես ամրացված մի շրջան է, ամերիկյան դեսպանությունը, նաև հարվածներ էին հասցվել Էրբիլում ամերիկյան ռազմաբազային եւ հյուպատոսությանը, այնպես որ տարածաշրջանը այս ամեն ինչից կարող է իսկապես եւ արդեն պայթում է։ Հեզբոլահն է այսօր միացել պատերազմին, մի քանի հրթիռներ է արձակել Իրան։ Այսինքն Իրանը պրոքսիները իր ակտիվացրել է։ Այո, Հեզբոլահը այսօր հարվածել է մի քանի հրթիռներով, որից հետո Իսրայելը հայտարարել է մեծ հարվածների մասին եւ արդեն իսկ խփել է Բեյրութում, հարավային Բեյրութի շրջանը Հեզբոլահի
կողմնակիցների, շիաների թաղամասն է, այդտեղ արդեն մեծ զոհեր կան, մի քանի տասնյակ մարդ է սպանվել, բազմահարկ շենքեր են վնասվել, փլուզվել, Իսրայելը հայտարարել է, որ մարդիկ չպետք է վերադառնան այլևս այդ տները, հայտարարել է, որ այնտեղ հարավային Լիբանանում մի քանի տասնյակ գյուղերի բնակչության ասել է հեռացիր, որտեղ կարող է ցամաքային ներխուժում նույնիսկ իրականացնեն կամ առնվազն հարվածեն։ Իդեպ մեր համեմատությունը տեսեք էլի բերեմ, քանի որ պետք է հիշել, որ Իսրայելը եւ Ադրբեջանը դաշնակիցներ են։ Իսրայելը 2024 թվականին Հեզբոլայի հետ կնքեց զինադադար։ Եվ այդ զինադադարով նա պարտավորվեց, որ պետք է հետ քաշվի Լիբանանի տարածքից։ Բայց հետ չքաշվեց եւ պահպանեց իշխող բարձունքները սահմանի մոտ։ Եվ գրեթե ամեն օր հարվածել է, ամեն օր չասենք, բայց շատ հաճախ հարվածել է։ Մինչև այս վերջին օրերն էլ անընդհատ հարվածում էր։ Մինչդեռ Հեզբոլա չէր համարձակվում հարվածել, որտեղ բավական թուլացել էր նախկին պատերազմից։ Նասրալայի սպանությունը, մյուս հրամանատարների սպանությունը, իրենք կապը կորցրեցին Իրանի հետ, Սիրիայի վրայով գալիս էր զենք, զինամթերք էր գալիս հասնում իրենց, բայց իրենք դեռևս պահպանել են որոշակի ներուժ եւ այսօր հարվածել են։ Հիմա թե որքան կխորանա Հեզբոլա Իսրայել պատերազմը, սա էլ առաջիկա օրերին կտեսնենք։ Խաղի մեջ դեռ կարող են մտնել հուսիտները, Եմենի Անսարուլլա, այս հզոր ռազմաքաղաքական շարժման հուսիտները, որոնք ունեն հրթիռային բավականին լուրջ ներուժ եւ այդ դեպքում նրանք էլ կարող են փակել արդեն բացի Հորմուզի նեղուցից, որը փակում է Իրանը, հուսիտները կարող են փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Իսկ դա նշանակում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն համաշխարհային առևտրի վրա, այդ ծովային առևտրի վրա եւ այլն։ Գները բարձրանալու են այդտեղ բարձրացել։ Այո, արդեն իսկ բարձրացել է։ Պարոն Աբազյան, տեսեք, գանք ռազմական իրավիճակը։ Այսինքն, տեսեք, ես վերջացնեմ ու անցնենք։ Իրանի ռազմավարությունը կայանում է հենց դրանում, որ եթե դուք ինձ կարծում եք, թե կարող եք հարվածել եւ միայն ես կկրեի վնաս, հիմա ես ձեզ ցույց կտամ, որ միայն ես չեմ կրելու վնաս, այլ վնաս եք կրելու բոլորդ։ Եվ հələ հայտնի չի, թե ձեզանից ես ավելի շատ վնաս կկրեմ, թե դուք ավելի շատ վնաս կկրեք այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դաշնակիցները։ Եվ վերջապես պատկերացնում եք, եթե հանկարծ այս Պարսից ծոցի արաբական պետությունները միանան Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին եւ միասին կռվեն Իրանի դեմ, այսինքն այդ դեպքում նրանք այլևս իրենց ժողովրդի առջև ամբողջությամբ կկորցնեն իրենց դեմքը, որովհետև մինչ այսօր իրենք ինչ-որ այսպես խաղ էին խաղում, թե մենք Իսրայելին քննադատում ենք, այսինչ ցեղասպանություն է իրականացնում Գազայում այս կողմ այն կողմ, բայց ոչինչ, իրականում ոչ մի իրական ճնշման գործողություն Իսրայելի դեմ չէին կատարում։ Իսկ հիմա եթե սկսեն Իսրայելի հետ համատեղ կռվել Իրանի դեմ, պարզ կլինի, թե ով դաշնակիցն է, եւ իրականում որ այս արաբական պետությունների իշխանությունները կոլաբորացիոնիստներ են, այնպիսին, ինչպիսին մեր իշխանությունն է, հասկանում եք, երբ հաճախ մեզանում մեկ էլ կարդում ես, ասում են, այսպիսի իշխանություն չկա ամբողջ աշխարհում, միայն Նիկոլը կարող էր դավաճանել, միայն այս ՔՊ-ն կարող էր, ոչ, սա ընդունված մոդել է, վաղուց կոպտացրել են տարբեր վերնախավերի տարբեր պետություններում շատ ավելի շուտ, քան Հայաստանում է դա տեղի ունեցել։ Խնդրեմ, տարբեր Փաշինյաններ եւ Նիկոլներ նստած են այդ արաբական պետությունների գահերին եւ իրականացնում են իրենց թելադրվող քաղաքականություն։ Մերի պես այտենց գյոռոմամիշի պես ոչ մեկ պրաշկի չի կարող ուտի։ Չեք կարող ասել, տեսեք, Գազայում ցեղասպանությունը որքան է շարունակվում։ Որ մի արաբական պետությունը մատտամատին է խփել։ Ոչ մեկը։ Միայն Իրանն է իսկապես փորձել օգնել այնքանով, որքանով կարողացել է։ Հետաքրքիր է էլի, որ Մերձավոր Արևելքում նաև այդ երկրների ժողովուրդների ճակատագիրն է որոշվում ըստ էության։ Ու Իրանը, չգիտեմ ճիշտ է ասել, պայքարում է 7 երկրների կամ առնվազն այն երկրների դեմ, որտեղ ԱՄՆ ռազմաբազաներ են գտնվում, բայց մի ուշագրավ sense բան նկատեցի։ Միջև Իսրայել Իրանից հսկայական կիլոմետրեր են բաժանում։ Իրանական հրթիռները որքան մենք գիտենք բանով, այդ որքան հոպեր, ռադարներ ու չգիտեմ ինչեր կան։
մինչև հասնի իրանական հրթիռը Իսրայել։ Այդ ինչ հրթիռ է, որը տենց ճեղքում է այդ պաշտպանությունը եւ հասնում Իսրայել 1, եւ երկրորդը ինչա կատարվում այսպես կոչված ռազմի դաշտում, որովհետեւ Աբրահամ Լինքոլն ավիակիրը կարծես լքեց ու գնաց Հնդկական օվկիանոս ծոցից։ Ճիշտն ասած, կարող է պաշտոնական չի, չգիտեմ, կարդացել եմ։ Ջերարդին մեկին խփեց։ Տեղեկություն իրենք հայտարարեցին, որ 4 բալիստիկ հրթիռներով խոցել են կամ հարվածել են Աբրահամ Լինքոլն ավիակրին, բայց Միացյալ Նահանգները հերքեց այդ փաստը։ Համենայն դեպս միայն եթե նույնիսկ կրակել են եւ չեն խոցել, չեն կպել այդ ավիակրին, մոտակայքում եթե այդ հրթիռները պայթել են, դա էլ արդեն ինքնին վտանգ է առաջացրել։ Տեսեք ինչ է տեղի ունեցել այսօր։ Քուվեյթի մոտակայքում 3 ամերիկյան F-15 կործանիչներ վթարի են ենթարկվել ըստ ամերիկյան կողմի, ըստ պարսկական կողմի խոցվել են, բայց տեսեք ինչպիսի այնտեղ բացատրություն էր տրված պաշտոնական, կարծեմ Քուվեյթի պաշտպանության նախարարության կողմից, որ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, երբ բալիստիկ հրթիռները, ԱԹՍ-ները գործում էին թշնամու ԱԹՍ-ները, այդ ժամանակ տեղի ունեցել այսպես կոչված բարեկամական կրակից վնասվել են այդ 3 կործանիչներ, այսինքն Քուվեյթի բարեկամական կրակը, դա այսինքն Քուվեյթի հակաօդային միջոցները խփել են իբր այդ F-15-ներին, որ չի բացառվում, բայց հնարավոր է նաև պարսկական ուժերն են խփել, ընդհանուր մի տող նաև որ թշնամու ավիացիան էր գործում այդտեղ, այսինքն գործել է թշնամու ավիացիան, գործել են բալիստիկ հրթիռները եւ ԱԹՍ-ները, այդ պահին տեղի է ունեցել օդում մի ինչ-որ իրավիճակ, որը ըստ ամերիկյան կողմի վերել է Քուվեյթի կողմից բարեկամական կրակին, որից վնասվել են 3 այդ կործանիչները, որ ընկել են գետնին ուղղակի, ամեն մեկի արժեքը իդեպ ասեմ $100 միլիոն է։ Իսկ օդաչուները փրկվել են, կարողացել են այդ կատապուլտ կոչված բանի միջոցով դուրս վերջի պահին ցատկել։ Բայց դա նույնպես Իրանի գործողությունների արդյունքում է եղել, եթե այդպես է եղել, եւ եթե Իրանը իսկապես չի խոցել իր միջոցներով։ Եթե Իրանը չի խոցել, իսկապես Քուվեյթն է խոցել, դա դարձյալ տեղի ունեցել պատերազմական Իրանի ազդեցության տակ, իրենք այդպես էլ փաստորեն ընդունել են, որ այս բաների ժամանակ էր, այսպեսի խառը մի իրավիճակ էր, սրանք խփվեցին։ Իսկ սա բացարձակապես չէր մտնում Թրամփի ծրագրերի մեջ, որ կարող են խոցվել գիտեք, միանգամից 1 օրվա մեջ 3 F-15 կործանիչ, դրանք շատ հզոր ինքնաթիռներ են, ասացի շատ թանկարժեք եւ շատ հզոր ինքնաթիռներ են։ Իրենց այս հեռահարությունը ավելի երկար է, եթե ես հիմա չեմ սխալվում, քան F-16 ինքնակործանիչներինը, շատ ավելի երկար է։ Եվ կարծեմ, եթե նորից դարձյալ չեմ սխալվում, պետք է ստուգեմ, ներող կլինեք, եթե սխալվում եմ, նրանց նաև ռմբային պաշարը պետք է ավելի մեծ լինի։ Ուղղակի ես վերջի պահներ շահացրեցի ստուգեմ, երբ լսեցի այդ լուրը, 1 ժամ առաջ էր։ Ուրեմն 1991 թվականից հետո Միացյալ Նահանգները 1 օրում այսպիսի կորուստներ չի ունեցել։ Հասկանում եք, որ 3 ինքնաթիռ կորցնի մի օրվա մեջ։ 91 թվականից հետո Միացյալ Նահանգները այդքան պատերազմների է մասնակցել։ Տասնյակ չվերթներ են իրական, հարյուրավոր չվերթներ, բայց 1 օրում 3 ինքնաթիռ չի կորցրել։ Սա պատերազմի դեռևս 3-րդ օրն է, 3-րդ օրն է եւ արդեն ունեն 3 ինքնաթիռ է կորցնել Միացյալ Նահանգները, ռադարներ է կորցնել, խփվել են գետնի վրա ռադարները, Միացյալ Նահանգների ռազմաբազաներն են այրվում եւ գիտեք այդ ռազմաբազաները օգտագործել հնարավոր չի լինելու, որովհետեւ այդ ԱԹՍ-ներով եւ բալիստիկ հրթիռներով եւ հարվածում ես այդ տեղանքը այրում ես, այդ ենթակառուցվածքները ոչնչացնում ես, թռիչք ուղին վնասում ես, այդ ռազմաբազաները օգտագործել հիմա պարզապես չի լինի, այսինքն այդ ռազմաբազաներից իր օդանավերը պիտի հեռացնի։ Իսկ հեռացնելով այդտեղից հեռացնում է նաեւ այն տարածությունը, որով պետք է գային եւ ռմբակոծեին Իրանը, չէ՞ այդ ինքնաթիռները։ Առանց էլ այդքան մոտ չէին։ Թե մի քիչ մոտ էին Սաուդյան Արաբիայում, ուրեմն
Ալ-Ուդեյդը, Քաթարում, Քուվեյթում եւ այլն, բայց այդ մոտիկ գտնվող բազաներից բոլորից մի ստիպված հեռանալու են այդ օթանավերը։ Ինջորլիքին էլ է խփել թուրքական։ Այդ չգիտենք, ես տեսա տեղեկությունը, բայց ստուգված է թե չէ, չեմ կարող ասել, ինձ թվում է դեռևս դա տեղի չունեցել, բայց ինչ որ կադրեր տեսա, թե դա ինչ էր, գուցե թե առայժմ fake է։ Կիմանանք, որովհետև բավական երկար ժամանակ անցավ, բայց տեղեկություն չհաստատվեց։ Պարոն Եղիազարյան, այսինքն փոխում է Իրանը այդ գործանիշներին խփելով պատերազմի ընթացքը։ Իհարկե, բայց դա մի կողմից, մյուս կողմից այն վնասը, որը հասցնում է նաև Իսրայելին։ Երեք Իսրայելի վրա ընկան նորագույն հրթիռներ, կասետային, այսինքն այսպես առանձնացվող բլոկերով, ես օդում նայեցի այդ պատկերը, մոտավորապես 25 մասի բաժանվեցին եւ 25 կտորեր յուրաքանչյուր մի ուրեմն ռումբ դարձած ընկան այնտեղ մի քանիսը դե պատկերացրեք մոտավորապես մարտագլխիկը պետք է լինի 500 կիլոգրամ կես տոննա չեմ կարծում մի տոն եթե մի տոննայանոց լինի ուրեմն 50-ատ այդպիսի հրթիռ է այսպես ասենք ոչ թե 50-ատ այլ 50 կիլոգրամանոց են եղել այդ 25 հատը եթե վերցնում ենք սա հզորագույն հարված է լինի կես տոյան 25-ատ կես տոննայի մեջ թե 50-ատ 1 տոննայի մեջ կամ ընդհակառակը 25-ատ 50 կիլոգրամանոցներ ահռելի վնաս է տվել Իսրայելում փակ է գրաքննությամբ ամեն ինչ փակ է ոչինչ թույլ չեն տալիս ցույց տալ հազվադեպ ինչ որ կադրեր են երեք հայտնվել այսօր ոչինչ չկա երեկվա ռմբակոծություններից այնինչ այնտեղ որտեղ ընկած լինեին այդ ռումբերը մի քանի թաղամաս պետքա ոչնչացված լիներ 1-2 թաղամաս առնվազն պիտի ոչնչացվեր եթե բնակելի տարածքի վրա ընկնեին եթե ընկնեին ռազմական օբյեկտների վրա տնտեսական օբյեկտների վրա դարձյալ ահավոր ավեր էին ստեղծելու եւ հիմա ստացվում է տեսեք երրորդ օրն է արդեն իսկ Իսրայելը ստացել է Հայֆան, Թել Ավիվը, Երուսաղեմի վրա էր 2 հատ գոնե հաստատ ընկել ստացել են լուրջ հարվածներ եթե պատերազմը շարունակվում է 10 օր, 15 օր, 20 օր, ամեն օր եթե Իրանը հաջողացրեց հարվածել Իսրայելին ահա այսպիսի ինտենսիվությամբ իսկ իրականում ինտենսիվությունը կարծես թե աճում է ոչ թե նվազում է ապա Իսրայելը 10-15-20 օր հետո այդ գլխավոր քաղաքները երկու մեծ քաղաք ունեն Հայֆա, Թել Ավիվը ավերվելու են դառնալու են կիսա այսպես բնակվելու համար քիչ պիտանի տարածք իհարկե նույն վնասը հասցվում է նաև Իրանին Թեհրանին են շատ հզոր հարվածներ հասցնում բայց հետաքրքիր է որ Իրանի վրա դեռևս ամերիկյան եւ իսրայելյան օդուժը չի թռնում իրենց դրոնները թռնում են որովհետեւ դրանք ավելի այսպես ասենք քիչ տեսանելի են եւ կարող են թույլ տալ որ դրանց կհարվածեն կզգետնեն եւ իսկապես զգետնել են մոտավորապես 7-8 քանի հատ եւ բավական թանկարժեք դրոններ խփել են արդեն բայց ինքնաթիռները չեն համարձակվում մտնել Իրանի տարածք հերվից են հարվածում իրենց հեռահար հրթիռներն էլ ուրեմն դրանք վերջանալու հակում ունեն այսինքն Եվ այդ հրթիռները, տոմագավքները, ամերիկյան եւ իսրայելյան բալիստիկ հրթիռները եւ թևավոր հրթիռները, սրանք մի որոշ ժամանակ հետո կտրուկ նվազելու են եւ իսկ Իրանը երկար պատրաստվել է Ամերիկայի հետ պատերազմին, մի քանի տասնամյակ, գոնե 2000-ականների սկզբից գիշեր-ցերեկ պատրաստվել է այդ պատերազմին, կուտակել է հազարավոր հրթիռներ կարճ հեռահարության, միջին հեռահարության, որոնք հասնում են Երուսաղեմ ընդհանուր։ Այո, այստեղ մենք երբ ասում ենք երկար հեռահարության հրթիռներ, այս տարածաշրջանի համար երկար հեռահարությունը սա է նշանակում, որտեղ երկար հեռահարության հրթիռներ։ Բայց ուրեմն ինչպիսի բանը տեխնոլոգիաներ ու ժամանակակից մի քանի մոտ 10 տիպի բալիստիկ հոպ ռադարը անցնելով հասնում է Երուսաղեմ։ Հետո լսում են Իրանը օթա փուչ պետությունը եւ մեկ տասնյակ տիպի բալիստիկ հրթիռներ ունի Իրանը, ունի նաև թևավոր հրթիռներ մի քանի տեսակի եւ ունի մեկ տասնյակից թե երկու տեսակի ԱԹՍ-ներ, եւ որոնք գնում հասնում են հեռավոր ԱԹՍ-ներ։ Տեսեք, Կիպրոսին
բրիտանական ռազմաբազային հարվածել են ԱԹՍ-ները։ Տեսեք որտեղ են հասել։ Այսինքն մոտ տարածությունը այդտեղից այնտեղ չեմ չափել, բայց 1500 կիլոմետր մոտավորապես պետք է լինի, գուցե պակաս մի քիչ։ 1200, չգիտեմ, 1200 էլ կարող է լինել։ Այսինքն այս բոլորին հակազդել շատ դժվար է այն հակաօդային ռեսուրսներով, որոնք ունեն այսօր Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Չէ, բայց ամենուր ունեն Օրդանան, Իրաք, բան, ասենք ամեն։ Այո, սա էլ եղել է հենց զսպման միջոցը Իրանի, որի հետ վատ են հաշվի նստել, պարզվում է Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում։ Իրենց հաշվարկները ես առաջին օրն էլ մի քանի ժամ հետո գրեցի, որ սա կեղծ եւ սխալ հաշվարկներով են սկսել այդ պատերազմը, առանց ցամաքային ներխուժման, հնարավոր չէ առանց ցամաքային բաղադրիչի գրավել երկիրը, փոխել իշխանությունը, դա այսպիսի երկրում հնարավոր բան չի։ Բայց կներեք, ամենահզոր նավատորմն է իրանց առջև, աշխարհի, Իրանի։ Այո, բայց սպառազինությունները փոխել են պատերազմի, հատկապես ծովային պատերազմի տրամաբանությունը եւ կանոնները։ Եթե մինչև վերջերս, մինչև այս ճշգրիտ հրթիռների հակա նաև ուրեմն նավային հրթիռների այս դարաշրջանը կարող էին այս ավիակիրները, մյուս խոշոր նավերը մոտենալ, ռմբակոծել նույնիսկ իրենց մեծ տրամաչափի թնդանոթներով ահռելի մեծ ռմբակոծել ափը, թշնամու, այնտեղ մեծ ավերածություններ։ Այսօր դա հնարավոր չէ, տեսեք, Ռուսաստանն էլ կորցրեց իր Սևծովյան նավատորմի ֆլագմանը, այս գլխավոր նավը կորցրեց Մոսկվան։ Ինչով երկու հրթիռ կպավ։ Հիմա դրա համար էլ հետ են քաշել իրենց այդ նավերը, եւ ավիակիրները, եւ հածանավերը հետ են քաշել, որպեսզի դարձյալ 1-2 հրթիռով ծովի հատակը չուղարկվեն այդ նավերը։ Իդեպ անպայման չի, որ այդ նավերը այսպես ասած սկեն, խորտակվեն։ Եթե մի անգամ մի հարվածել ստանան, մի հատ այսպես մեծ անցկել բացվի այդ նավի մեջ, այդ նավը պիտի թողի հեռանա քանի շուտ ատեղից, որտեղ ինքը արդեն դառնում է անգործունյա նավ, որ արդեն չես կարա դրանով ոչ կրակել, ոչ չգիտեմ վրայից ինքնաթիռները թռնեն գնան ռմբակոծեն, այսինքն նոր պայմաններ են ստեղծված պատերազմի, որոնց հետ Միացյալ Նահանգների ստրատեգները հաշվի չեն նստել, հետ են ընկել, ինչպես նաև տեսեք Ռուսաստանն էլ էր որոշ չափով հետ ընկել եւ կորցրեց Մոսկվան եւ ելի մի քանի նավեր կորցրեց Սև ծովում։ Այդ պատճառով էլ խոսել նաեւ ցամաքային ռազմական գործողության մասին, որ հիմա կարող են կուտակել, օրինակ ես հենց նոր գալուց առաջ լսում էի մի ամերիկացի գեներալի ելույթը CNN-ով։ Ուրեմն առաջ անգամ լսեցի, երեք ես հարցազրույց էի տալիս, հենց դա է ասում, որ հնարավոր չի առանց ցամաքային ներխուժման ուրեմն հասնել այն նպատակներին, որոնք իրենց առջև դրել են Իսրայելն ու Միացյալ Նահանգները, նույն բանը ասում էր այս գեներալը այսօր, մոտ 1-1.5 ժամ առաջ, իմ գալուց այստեղ առաջ, Երևանի ժամանակով ժամը 3-ին, ասում էր հնարավոր չի, եւ մենք ասում էր, փաստորեն արդեն ասում է, տեսեք ինչ ասում, պետք է սկսենք կուտակել ուժեր, դա մոտ 6 ամիս կտևի, ասում է, որ կուտակենք այդ ուժերը, այնուհետև սկսենք ցամաքային ներխուժում։ Բայց ես զարմացա, որ նա այդպիսի բան է ասում, որովհետև դա անհնար է։ Որտեղով ես ներխուժելու Իրան։ Հայաստանով։ Չէ, անհնար է։ Ադրբեջանով։ Չէ, դա էլ է անհնար։ Կարող ես այդ Ադրբեջանից ուղարկել ԱԹՍ-ներ դեպի Իրան, կամ հետախուզական, կամ հարձակողական, ինչ-որ 1-2 հարված հասցնեն, հետ գան կամ հետ չգան, այնտեղ էլ ուրեմն կամիկադզեների այդ խփեն, այնտեղ պայթեն։ Կարող ես Ադրբեջանից մտցնել Իրանի տարածք ուղաթիռներով կամ այլ կերպ հատուկ նշանակության ջոկատներ, մանր-մունր ջոկատներ, 10 հոգուց, 20 հոգուց բաղկացած ամենաշատը, բայց ավելին չես կարող Ադրբեջանում կուտակել մեծ թվականակով ուժեր, այսինքն բրիգադամից կարող կմտնի Ադրբեջան զորքով, թույլ չի տա, հասկանալով ինչա կատարվում։ Հայաստանն էլ դեռ չի կարող այդպիսի, Հայաստանով էլ հնարավոր չի, նախ Հայաստանի սահմանը Իրանի հետ շատ բարդ է, այդ տարածքը այդքան ուժեր չի կարող այստեղ կուտակվել, Ռուսաստանն է դեռ այստեղ ներկա, Հայաստանի ժողովուրդն էլ վերջապես այդքան պատրաստ չի լինելու եւ չի համաձայնվելու այդ որոշմանը, ինչքան էլ
կարող է դրան համաձայն լինել այսօրվա իշխանությունը, հասկանալով, որ ինչ իրավիճակ է Հայաստանում, դրան չի կարող գնալ։ Ուրեմն Հայաստան, Ադրբեջանը բացառվում են, Թուրքմենստանը ինքը չի թույլ տա, մեծ սահման ունի Իրանի հետ։ Տաջիկստանը թույլ չի տա, այնտեղ էլ չեն կարող։ Իրաք չի կարող, Իրաքը թույլ չի տա, շիաները այնտեղ զինված են, տասնյակ հազարավոր զինված կառույցներ ունեն շիաները, որոնք արդեն կարող հիմա են սկսել պայքարը ամերիկացիների դեմ, ուր մնաց այնտեղ ոնց է կուտակելու զորքեր։ Հետո Պակիստանից հնարավոր չի, Պակիստանը թույլ չի տա, ինքն է խառը վիճակում, պատերազմի մեջ է Աֆղանստանի հետ, իր սեփական բնակչության մեջ խնդիրներ կան եւ շիաների հետ, եւ Հնդկաստանի հետ եւ այլն։ Ուրեմն Աֆղանստանից չի կարող դարձյալ Աֆղանստանից։ Ուրեմն մնում է միակ ճանապարհը ծովային ճանապարհն է։ Ծովային ուղղությունն է, բայց ծովային ուղղությունն էլ չի կարող, ասացի ինչու, որովհետեւ նավերը չեն կարող մոտենալ։ Եթե դու ծովով բերես այդ դեսանտային մեծ նավերով, մի մեծ օպերացիա ուրեմն պիտի իրականացնես, մոտավորապես այնպիսի օպերացիա, ինչպիսին իրականացնեցին 1944 թվականին, այդ Նորմանդիայում, երբ մտան Եվրոպա ամերիկացիները եւ անգլիացիները, այդպիսի մի դեսանտային մեծ օպերացիա պիտի իրականացնես։ Ո՞նց է իրականացնելու, որ քո նավերը վախենում ես մոտեցնես, իսկ դեսանտային նավերի վրա ուրեմն պիտի գտնվեն հարյուրավոր եւ հազարավոր զինվորներ։ Մի հատ դեսանտային նավին եթե խփեցին եւ սուզվեց, այսինքն մի անգամից դու կարող ես մի քանի հազար մարդ կորցնել։ Ինչպես նաև եթե մի ավիակիր, եթե հանկարծ խորտակվեց, մի անգամից մոտավորապես 4.500 մարդ կսպանվի։ Ուրեմն ծովային ուղղությունն էլ է բացառվում, հետո դու պիտի կուտակես որտեղ, պիտի կուտակես Սաուդյան Արաբիայում, դարձյալ Քուվեյթում, Քաթարում, ինչպես Իրաք ներխուժումից առաջ կուտակեցին հիմնականում Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում եւ այլն, եւ 2003 թվականին 300 հազարանոց մի բանակ հավաքեցին եւ ներխուժեցին, բայց Իրանը Իրաքից 4 անգամ մեծ պետություն է, Արևմտյան Եվրոպայի կեսից ավելի մի պետություն է, կարծեմ մի անգամ բերել եմ այս օրինակը, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ իրար որ կպցնեք կստանաք մի հատ Իրան։ Պատկերացնում եք ինչ մեծության պետություն է իր տարածքով։ Իսկ բնակչության թիվը 90 միլիոն է, արդեն 91 միլիոն է, թե որքան է։ Բանակը շատ ամուր է, զենք ունի, զինամթերք ունի, գաղափարախոսություն ունի, փորձառու հրամանատարություն ունի։ Բնակչությունն էլ եթե միացավ ու հաստատ կմիանա բնակչությունը արտաքին ուժերի դեմ նման ներխուժմանը, ինչի մասին է խոսքը։ Ով է խելագարվել հարձակվի Իրանի վրա ցամաքային ուղղությամբ։ Ես այսօր զարմացա, երբ այդ ամերիկացի գեներալը խոսում էր արդեն, որ մենք չենք կարող հաղթել այսպես։ Մեզ պետք է ցամաքային բաղադրիչ։ Պարոն Այվազյան, աշատարակ անցավ ժամանակը, Հայաստանի հնարավոր ռիսկերից կարելի է խոսալ, թե ապավինենք մեր իշխանությանը, որն ասում է խաղաղություն այստեղ, ինչ անենք այստեղ։ Հայաստանը անջատված է, այսինքն իշխանության միջոցով անջատել են Հայաստանի անվտանգության համակարգ, այսպես բանից անջատված է, չկա, չի գործում։ Տեսեք, սա, այսինքն Հայաստանին ասել են չշարժվես, ինչ քո հետ կլինի, Հայաստանի իշխան, քո գործը չի։ Կուզենք քեզ կվերացնենք, քո երկիրը, քո ժողովրդին, կուզենք չենք վերացնի, ոնց կանենք, կուզենք այնպես է կանենք։ Դու հանկարծ այդտեղ տեղում ինքնուրույն շարժ չանես, ինքնուրույն ինքնապաշտպանական ինչ-ինչ միջոցներ չմոբիլիզացնես, մենք կորոշենք դու լինելու ես թե ոչ։ Մենքը Ամերիկանը։ Այո, սա է մենքը Ամերիկան է, որը նաև գործում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համատեղ այս տարածաշրջանում, նրանք են իր դաշնակիցները։ Հասկանում եք, Ռուսաստանն է մի կողմ է քաշվել, առայժմ ձեռքերը լվացել է այսպես, մի կողմ է քաշվել, դիտում է, գուցե թե Ռուսաստանը այն հաշվարկի մեջ է, որ հիմա այս կռիվները Միացյալ Նահանգներ Իրան բավական ներուժ են քաշելու արևմուտքից, նաև զինատեսակների առումով, հենց այդ հակաօդային միջոցներ եւ այլն, եւ Ուկրաինան է անհանգստացած այդ պատճառով, որ այդ հակաօդային միջոցները, որոնք իրեն կարող էին տրամադրել, հիմա գնալու են մերձավոր արևելք եւ ինքը մնալու է առանց հակաօդային հրթիռների, որոնք են այդ հակաօդային հրթիռները, պատրիոտներն են եւ սաադներն են։ Մեկը մեկից թանկ, ամեն մի պատրիոտ հրթիռը $1 միլիոն ավել է, այն սաադներն էլ ավելի թանկ են։
Եվ արտադրությունը դրանց շատ դանդաղ է ընթանում։ Հիմա որոշումներ են կայացրել անցյալ նախանցյալ տարվանից, որ արագացնեն, բայց չի ստացվում։ Այդ արտադրողական բազայից Միացյալ Նահանգները զրկվել է, ինքը իրեն զրկել է վերջին տասնամյակներին, մի ուրիշ զարգացման ճանապարհ է ընտրել եւ հիմա ընդամենը ամսական մոտ, չգիտեմ, 50 հատ է արտադրվում, թե 50-ից 90 հատ այսպես պատրիոտ է արտադրվում ամսական։ Այնինչ պատկերացրեք մի հրթիռի դիմաց, սովորաբար բալիստիկ հրթիռի դիմաց, արձակվում է 2 հակաօդային հրթիռ, որպեսզի հաստատ կպնի։ Եվ այդ հաճախել, ինչպես տեսանք նաև այս 3 չառաջուրը, 2 հատ արձակում են չեն կարողանում կպնել, դա էլ է լինում։ Եվ ավելի հաճախ է լինում, շատ բարդ է բալիստիկ հրթիռին, հատկապես այդ վերջին փուլում խոցելը, երբ արդեն այդ արագությամբ իջնում է, սարսափելի բարդ խնդիր է, դու պետք է, չգիտեմ, ինչպիսի ճշգրտությամբ կարողանաս։ Այսինքն, եթե կարծեմ այս մասին էլ ենք խոսել, դեռ մինչև պատերազմի սկսվելը, Իրանն ունի ավելի շատ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ, քան Իսրայելը, Միացյալ Նահանգները եւ նրանց դաշնակիցները տարածաշրջանում ունեն հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Հասկանում եք, ճիշտ է, ԱԹՍ-ների դեմ ոչ միայն հրթիռներով են պայքարում, այլ նաև կան այլ միջոցներ, ասենք, թեկուզ գնդացրային այն խոշոր տրամաչափի գնդացիրներով հակաօդային պաշտպանության դրանցով են պայքարում նաև ուրիշ տիպի հրթիռներով։ Չէ, մոտավորապես մեր սովետական այդ ռուսական ինչպես էր անունը, վիշկա չէր։ Շիլկաների նման, ասենք, կամ այն գերմանական, որ գերմանացիները տրամադրել են Ուկրաինային Iris կամ Iris այդ միջոցների, այդ տիպի, այսինքն սրանք ավելի շուտ թնդանոթագնդացրային միջոցներ են, դրանցով են կարելի պայքարել, բայց դարձյալ կարող է չկպնես։ Տեսեք, Իրանը հրթիռային անձրև է, էլի մի խոսքով։ Այո, եւ հիմա Իրանը 3 օր անցել է, նրանք անդացություն են տալի, թե խոցեցինք այս կայանքը, խոցեցինք այս ինքնաթիռը, խոցեցինք այս հրթիռների վայրը, գուցե թե մի քանիսին էլ իսկապես խոցել են, բայց Իրանը տասնամյակներ է ինչ իր հրթիռները տեղափոխել է գետնի տակ։ Գետնի տակ քաղաքներ է ստեղծել, այսպես կոչված քաղաքներ։ Այո, ռազմական բազաներ են, որոնց ոչնչացումը, հայտնաբերումը եւ այլն սարսափելի բարդ գործ է։ Գազայում 3 տարի այդ փոքրիկ տարածքում Իսրայելը չկարողացավ այդ թունելները մինչև այսօր ոչնչացնել։ Այդ Գազայում, որ մի, չգիտեմ, Երևանի չափ տարածք է, որը նրանք ամբողջությամբ վերահսկում են եւ 3 տարի ռմբակոծեցին, մինչև այսօր թունելները մինչև վերջ ոչնչացված չեն։ Այդ ոնց են այդ Իրանի ահռելի այդ 1.600,000 քառակուսի կիլոմետր տարածքում հայտնաբերելու եւ ոչնչացնելու այդ թունելներում թաքցրած ամփոփում ենք այս պայթյունությամբ, թերևս եթեր գնալուց մի քանի ժամ առաջ ընդամենը մեր ձայնագրությունը, ինչ կարող ենք ասել, Իրանը հաղթում է թե չի պարտվում։ Իրանի համար հաղթանակը չպարտվելն է, այսինքն դա ինչ է նշանակում, վերապրելն է Իրանի համար հաղթանակը, այսինքն նշանակում է Իրանը պետք է պահպանի իր տարածքը, պետք է պահպանի իր պետական կառավարման համակարգը եւ պահպանի իր զինված ուժերը։ Եթե պահպանեց դա եւ պատերազմը վերջացավ, նույնիսկ Իրանը գտնվի ավերակների մեջ, քաղաքները ռմբակոծված, տնտեսությունը քանդված եւ այլն, բայց պետությունը կմնա։ Եթե զինված ուժերը պահել է, տարածքը պահել է, պետական կառավարումը մնացել է։ Հիմա կարծես այդ ամեն ինչը քիչ չի պահել է, մի հատ էլ ուժգին հարվածներ է։ Այո, եւ դեռ հələ հայտնի չի թե ինչ հարվածներ կհասցնի։ Այսօրվա այս կործանիչների անկումը, այս 3 կործանիչները, սա լրջագույն հարված է, դեռ 3-րդ օրն է պատերազմի։ Իսկ պատերազմը ըստ Թրամփի դեռ կտևի, սկզբից նրանք խոսում էին 4 օրվա մասին, հետո խոսում էին մի շաբաթվա մասին, 2 շաբաթվա, 3 հայտարարել է կամ ընդամենը 12 ժամ առաջ, որ 4-5 շաբաթ կտևի։ Դա էլ այդպես չի լինի, եթե իրենք շարունակեցին, չդադարեցրեցին հարձակումը, ուրեմն կգնա 4-5 շաբաթից ավելի եւ չեն կարողանալու հասնել իրենց նպատակներին։ Եվ մենք մոռացանք ասել, որ Իրանին աջակցելու են Ռուսաստանը եւ Չինաստանը։ Սա շատ կարեւոր է։ Բայց կասեր կարծես լուր են, թե տակից են։ Լուր չեն, շատ խստորեն դատապարտել են
Ռազմական օգնություն տալիս։ Այո, ռազմական օգնություն ցուցաբերել են, մասշտաբները հայտնի չի, բայց որոշ չափով ցուցաբերել են, որոշ տեղեկություններով շատ է, որոշ տեղեկություններով այնքան էլ շատ չէ, բայց պետք եղած ժամանակ ամենավճռորոշ պահին նրանք կարող են շատ ավելի մեծ օգնություն ցույց տալ Իրանին, որպեսզի այդ պետությունը չփլուզվի, որովհետև շատ լավ հասկանում են, եթե Իրանը փլուզվեց, հաջորդը իրենց հերթն է։ Այո, պարոն Այվազյան, մոտ 1 ժամ է զրուցում ենք, երկու բառով Հայաստան անելիք ունի, թե կուկուռուզ ուտենք։ Հայաստանը իհարկե անելիք ունի, Հայաստանը պետք է պատրաստվեր այսօր գիշեր ցերեկ ինքնապաշտպանության։ Երեք օրից ցավակցել ենք, չափազանց կարևոր բան։ Պետք է դիվանագիտությունը դեռ մի կողմ եմ թողնում, դիվանագիտության խնդիրները այսօրվա դրության պատերազմների ժամանակ մի քիչ նահանջում են։ Առաջի գործը, որ պետք է Հայաստանը անի, պատրաստվի ինքնապաշտպանության, մոբիլիզացնի սեփական ուժերը, մարզի իր ժողովրդին, քաղաքացիական պաշտպանության համակարգը վերակենդանացնի։ Այս մասին տարիներով խոսել եմ ես, հիմա նորից այս մասին ասել եմ։ Չեք տեսնում, մարդիկ դրանով զբաղված են, ավտոբուսներով զվռնում են ամբողջ իշխանական։ Պերաշկի են ուտում, այո։ Շնորհակալություն, հետևենք իրադարձությունների զարգացմանը, թերևս գուցե մի փոքր հաճախ հանդիպենք, աշխարհն է ստիպում։ Սիրով։ Ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էր Live Armenia-ում այսօր։ Շնորհակալություն նաև ձեզ ուշադրության համար, մեր ալիքին բաժանորդագրվելու եւ մեր Patreon-ին միանալու համար։